Աշխատանքային այցով Լոռու մարզում էր Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Այցի ընթացքում վերջինս եղավ մարզի Հաղպատ համայնքում, մասնակցեց տեղի մշակույթի տան բացման արարողությանը, ականատեսի եղավ նաև դպրոցի վերանորոգման աշխատանքների ընթացքին։ Նման հանդիպումները պատգամավորներ, համայնքի ղեկավար եւ ազգաբնակչություն շատ կարեւոր է եւ ամենակարևորը, որ իշխանությունները հանդիպումների ժամանակ խոստումներ են տալիս եւ խոստումներ իրականացնում, դա շատ կարեւոր է։ Գույքի խնդիր բարձրացրեցին եւ արդեն պայմանավորվել ենք, որ գույքով կապահովենք եւ մշակույթի տանը եւ դպրոցին։ Մենք պետք է մտածենք մեր խոստումները, որ իրականացնենք։ Այնուհետև Հովիկ Աբրահամյանը Վանաձորում մասնակցեց դպրոցականների շրջանում անցկացված Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի գաղափարի խաղարկության եզրափակիչ փուլին։ Մրցաշարն անցեկացվել թեթև ատլետիկա մարզաձևից, ընդգրկված էր 6 մրցաձև։ Մրցաշարին ընդգրկվել էին թվով 144 մասնակիցներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից։ Մենք ունեցանք 60 մետրից հաղթողներ, Ռաֆիկ Աղբալյան ունեցանք, 60 մետր հեռացատկում, որ նրան հավասար չունեցանք, բայց ունեցանք նաև սայթակումներ, որ եթե բոլորը միասնական կարողանային մասնակցեն, թիմը ավելի հաջողությամբ կմասնակցեր։ Դա մեծ նշանակություն ունի, որովհետև սպորտի մասսայականությունը երեխաները փոքրուց իմանում են, արդեն որ կարելի է պատրաստվել, հաղթել, պայքարել եւ համերաշխ իրար ձեռքի մասնակցել, կարևորը մասնակցությունն է։ Մեր երեխաները ավելի լավ աչքի ընկան գնդակի դեպման մարզաձևից եւ ձգումների պտտաձողից։ Քանի որ առաջ անգամ ենք մասնակցում, մենք ունենք փորձի պակաս։ Դրա համար պարզ է, որ մրցանակային տեղ չեն գրավել, բայց չեմ հասկանում, որտեղ է գրաված կլինենք, դա չի կարևորը։ Կարևորը նա է, որ մենք արդեն փորձ ունենք, հաջորդ տարի, եթե մենք մասնակցենք մրցումներին, ավելի լավ տեղեր կզբաղեցնենք։ Ես վատ կողմեր ունեի մարզաձևերից, լավ էի անում գնդակի նետում, ձգումներ, 60 մետր եւ կռոս։ Հիմնականում գնդակի նետումը, վազք 500 մետրը եւ ձգումներ կախված դրությունից։ Բայց մի փոքր թերացել են վազ 60 մետրում, այդքանը, նորմալ էր, գոհ եմ իմ արդյունքներից։ Ցանկանում եմ, որ միշտ ամեն տարի լինի այսպեսի գեղեցիկ միջոցառումներ եւ կարողանանք մասնակցել բոլորս էլ։ Առաջի անգամն ինձ համար շատ հաճելի էր, ես շատ ուրախացա, որ մասնակցեցի։ Մրցաշարի մեկնարկը տրվել էր մարտի 18-ին, պայքարի արդյունքում մրցանակային առաջին տեղը նվաճեց Սյունիքի մարզը, երկրորդը Կոտայքը, իսկ երրորդ տեղը Գեղարքունիքի մարզինն էր։ Իրոք մեր թիմը եկել էր հաղթանակի համար եւ այս պայմաններում, քանի որ իրոք Սյունիքը համարվում է Հայաստանի Հանրապետության սյունը, Հայաստանի Հանրապետությունը ուժեղ լինելու համար մենք բոլորս գիտակցում ենք, որ այդ սյունը պետք է շատ ամուր պահենք եւ մենք պահեցինք, մեզ հաջողվեց։ Ողջունում եմ նման միջոցառման, ցանկալի է հաճախակի լինի եւ զանգվածային մասսայականությունը զարգանա։ Եզրափակիչ հանրապետական փուլը անցավ շատ լարված պայքարում, համարյա թե 1-2 միավորների տարբերությամբ հաղթողները բաժանեցին առաջի, երկրորդ, երրորդ տեղերը, շատ լավ էր, շատ հետաքրքիր էր, լավ կազմակերպված։ Իսկ մրցաշարի մասնակիցներն արժանացան հավաստագրերի եւ նվերների։ 2012-13 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի գաղափարի խաղարկության եզրափակիչ փուլին մասնակցելու համար։ Տաթևիկ Ղազարյան, Արայիկ Նազարյան, Միք հեռուստաընկերություն։